Այս մարդկանց հետագայում ոչ մի թաղամասում տուն չտվեցին, թողնելով փողոցում։ Կնոջս են խփում, ինձ էլ քաշ տալով ուզում էին հանեն իմ տնից։ Եթե որ դուրս եկայլի մտակ կռիվ էին անում գլխից խմեցի ես եկային ակոշում էի խմեցի։ Ասում էր, ինչ պարտադիր է, որ դուք ապրեք քաղաքի կենտրոնում, գնա 9-րդ մասիվում մի սենյականոց բնակարանար ապրի։ Դատի տվեցինք, առաջի ատյանով շահեցինք, երկրորդը տուժեցինք, երրորդն ենք ուզում արդեն դիմենք, եկան ահաբեկեցին Քոչարյանի շները, որ եթե շարունակեք ձեզ էստեղ բաց կլինի, հարևանին ծեծեցին, ասին նայեք, դուք է նույն օրը չընկնեք։ Այդ ընթացքում ամուսինս ինֆարկտ ստացավ, ու այդ ժամանակ էլ արդեն չգիտեինք ինչ անենք, հիասթափված թողեցինք, հավաքեցինք վեշ ամեն ինչ ու հեռացանք Հայաստանից։ Այն դեպքում, որ մենք հնարավոր է ամեն տղաս գոնե մի բնակարան հյուսիսային պողոտայում պետք է ունենալ։ Բնիկ երևանցիներ են, ինչի պետք է հիմա իմ երեխաները 18 տարի մենք բարձով ենք ապրում, ոչինչ չունենք, 700 քառակուսի մետրը, ինչի ես պետք է նվիրեի Քոչարյանին, որ այսօրվա օրով ես դռնեդուռ ընկնեի։ Սոչիի փողոցներում վարձով այս տնից այն տունն ենք ապրում, ահա որ վիճակա, չեք պատկերացնի։ Ու բոլորիս միտքը հետ վերադառնալն է, բայց ուր գանք, ինչ անենք։ Մենք այդքան մեծ տարածք ունենք, հիմա Երևանում մի կտոր, մի հատ բնակարան չունենք, որ գանք մեր հայրենիքը։ Թողեցինք այսպես հեռացանք, ճիշտ ասած, շատ մեծ բանով հիասթափված, որ էլ երբեք հայրենիք չեմ վերադառնա, քանի Քոչարյանն ա ղեկավարում։ Բա հիմա Քոչարյան դու ոնց ես ապրում։ Ես չգիտեմ այդ մարդը ինչ խղճով ամեն անգամ այդ հյուսիսային պողոտան անցնելուց, այդտեղից ես մենակ լացի ու մենակ արցունքների ձայն լսեցի, ուրիշ ոչինչ չտեսա։ Մեր հարևան Գառլենը, չգիտես ինչպես ընկավ մեքենայի տակ, նայել էր պայքարում էր այդ ժամանակ, գնում էին միտինգներ էին կազմակերպում, հետո իմացանք, որ այդ մարդը պատահական ընկել է մեքենայի տակ ու չի բացառվում, որ դա Քոչարյանի արածն է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, մենք հուսով ենք, որ քո նման խելացի աղջիկը, մենք միշտ հետևում ենք ձեզ ու իմացեք ձեր մեջքին էլ մենք ենք կանգնած, ձեր մազը եթե անգամ ընկնի, մենք ես անձամբ կգամ կհասնեմ այդտեղ ու մենք ձեր մեջքին կանգնած ենք, ապրեք դուք, երկար արև ունենաս աղջիկ ջան։